Տիկին Գալյան, արդյոք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին հարցերին միջամտելը, հաշվի առնելով, որ ըստ սահմանադրության եկեղեցին և պետությունը անջատված են։ Եկեք հիշենք, թե սահմանադրությունը ինչ է ասում եկեղեցու հետ կապված։ Սահմանադրությունը պարունակում է մեկ ըստ էության դեկլարատիվ բնույթի նորմ, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ընդունում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում։ Նաև ներողություն ինքնուրույն կառավարումը։ Այո։ Եվ վերադառնալով ձեր հարցին, ինչ է եղել, որը ստիպել է, որ ծագի նման հարցադրում, այսինքն ինչով է խառնվելը դրսևորվել։ Օրինակ, եթե դուք ասեք խառնվելը դրսևորվել է կամ կարող է դրսևորվել խնդիրների մասին բարձրաձայնելով, շատ լավ կարող ենք դա քննարկել, բայց առնվազն իմ դիտարկմամբ առկա խնդիրների մասին բարձրաձայն խոսելը ինքնուրույնությանը, եթե գտնում ենք, որ այդպիսին առկա է պայմանավորված եկեղեցու ձեր կողմից նշած սահմանադրական կարգավիճակով։ Ինչ խնդրի մասին է խոսում Տիկին Գալյան, ինչն է խնդիրը։ Երբ վարչապետը ասում է, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը իր վճռորոշ դերակատարություն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, եւ մենք ունենք սահմանադրությունում ամրագրված, որ ինքնակառավարվող Մարմին է եկեղեցին եւ պետությունը Հայաստանի Հանրապետություն եւ հայ առաքելական եկեղեցու մասին օրենքով դա ամրագրված է։ Սա արդյոք չի նշանակում, որ փորձ է արվում միջամտել։ Մի բան ֆիքսենք։ Եկեղեցու հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով եւ այսօր էլ մենք ունենք օրենսդրական դաշտ, որը կարգավորում է որոշակիորեն այդ հարաբերությունները։ Իրականում այդ կարգավորումները որպես կանոն այսօրյա այժմեական իրականության համատեքստում միտված են եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն, եկեղեցականների կարգավիճակի հետ կապված նրանց որոշակի արտոնություններ տալուն եւ այլն։ Այսինքն մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին առնվազն այդքանով եկեղեցու եւ եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։ Եվ մենք չպետք է մոռանանք, որ մենք իրավական պետություն ենք եւ այն, որ եկեղեցու կարգավիճակը սահմանվել է ըստ էության սահմանադրության շրջանակներում, դա եւս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է, որ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք նաեւ այսօր։ Տիկին Գալյան, իսկ բարոյական, էթիկական նորմերի խախտում չէ, երբ պետության ղեկավարը նման բառամթերքով է խոսում։ Գուցե դա օրենքի խախտում չէ։ Մենք շատ կարող ենք խոսել տարբեր մարդկանց կողմից տարբեր խոսույթի գնահատականներ տալու մասին։ Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել, եւ գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է, գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում եւ եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա եւ եւս մեկ կարեւոր հանգամանք կուզենայի շեշտադրել, մենք անընդհատ քննարկում ենք կամ վերջին օրին անընդհատ նույն բանն է քննարկվում եւ կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին եւ ընդհանրապես չի խոսվում կամ խոսվում է, ես գուցե այդքան չեմ նկատել, իրական գոյություն ունեցող խնդրի մասին։ Այսինքն մենք խոսում ենք, որ խնդրի մասին խոսելը ամոթ է, բայց խնդրի արձանագրումը ամոթ չէ։ Ինչ խնդիր է այն է, ինչի մասին որ մենք բոլորս տեղյակ ենք։ Եթե դուք չեք տեսնում, եթե դուք չեք տեսնում, ինչ խնդիր է։ Խնդիրն այն է, որ վնասում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, չգիտեմ, հանրային ինչ-որ բարոյական նորմերին, պետական շահերին, ինչ խնդիր եք դուք տեսել կամ հակաիրավական է։ Ինձ թվում է յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի խնդիր տեսնում է, թե չի տեսնում։ Եթե անձը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հետևում է կանոնական իրավունքին, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի, թե այս իրավիճակում խնդիր կա, թե չկա։ Իմ դիտարկմամբ մենք այսօր ունենք խնդիր,
Մենք ունենք եկեղեցի, որը արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էության։ Եկեք դա էլ արձանագրենք եւ եթե եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, որոնց պարտավոր են հետևել նաեւ պաշտոնյաները, օրինակ աշխարհիկ մարդկանց դեպքում, եթե նրանք պաշտոնյա են, պարտավոր են տարեկան հայտարարագիր ներկայացնել, օրինակ չլինել կոռումպացված, լինել թափանցիկ եւ հաշվետվողական, եւ հասարակությունը կարող է հետևել դրանց։ Եկեղեցականների պարագայում էլ կարող ենք արձանագրել, որ այլ կանոններ են գործում, եւ քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը, հետևի այդ կանոնների պահպանմանը, թե չհետևի այդ կանոնների։ Համայնքը տարիներ շարունակ հաշտ է եղել այս ամեն ինչի հետ եւ գուցե իմացել է, եթե հաշտ է եղել, ուրեմն խնդիր չկա։ Իմացել է, բայց չի կարևորել, առաջնային խնդիր չի համարել։ Այն ինչի մասին խոսվում է, մենք բոլորս գիտենք դա, ես չեմ եթե որևէ բան չկա, ինչու եք ինձ հարցեր տալիս։ Լուրերի մասին խոսելը կամ ինչ-որ իրողությունների մասին խոսելը սկսել է վարչապետը, որովհետև դա այդպես չէ։ Տեսեք, այդ լուրերը շրջանառվել են շատ ավելի վաղուց, դրա մասին խոսվել է եւ անձինք նորից եմ կրկնում։ Բոլորը ազատ են հավատալու կամ չհավատալու ինչ-որ բանի, դա իմ պատասխանը։ Այսինքն, եթե որևէ մեկը խնդիր չի տեսնում, դա իր խնդիրն է։ Եթե ես խնդիր տեսնում եմ, դա իմ խնդիրն է։ Վարչապետը սահմանադրությամբ իրավունք ունի խոսելու առհասարակ, թե ոչ։ Դուք տեսնում եք միջամտություն, ես չեմ տեսնում միջամտություն։ Կարող եմ ես չտեսնել միջամտություն։ Հայաստանի Հանրապետությունը պետք է գործում մասնակցություն ունենալ կազմակերպության դեպքում, երբ որ եկեղեցին ինքնակարգավորվող մարմին է։ Այստեղ կա միջամտություն, թե՞ չէ։ Իսկ եկեղեցու ինքնակարգավորվող մարմին լինելու հանգամանքը մենք ինչից ենք բխեցնում, այն որ եկեղեցին այլևս մեր սահմանադրության մի մասն է, դա ձեզ ոչինչ չի ասում, այսինքն եկեղեցին որևէ նշանակություն չունի քաղաքացիների կյանքում եւ այլն, հա, եթե մենք համաձայնության ենք գալիս այն հարցի շուրջ, որ եկեղեցին ուղղակի կրոնական կազմակերպություն է, ինչպես այլ կրոնական կազմակերպությունները, ընդհանրապես եկեք այս հարցը հանենք օրակարգից։ Հիմա եթե դուք համաձայնում եք, որ եկեղեցին ունի բացառիկ դեր մեր պետության եւ հասարակության կյանքում, եկեք հասկանանք մեր ժողովուրդը ուզում է որևէ մասնակցություն ունենալ ձեր ասած այդ ինքնակարգավորման հարցում, թե չէ։ Եկեք քննարկենք հարցը, ես բազմիցս նշել եմ, խնդրում եմ մի ընդհատեք, վերջին անգամ։ Առաջիկա